Ես վստահ եմ, որ ինձ նման շատերը դեռևս մանկուց խելագարվում են Քրոնիկի Նարնիայի ֆիլմերի համար, որը ի դեպ գրված է Լյուիսի համանուն գրքի հիման վրա։ Ի դեպ զարմանալին այն է, որ շատերը իրականում չգիտեն, թե ինչ գաղափար է թաքնված այս պատմության մեջ։ Չի եղել երբևէ, որ ֆիլմը նայեք ու ինչ-որ ծանոթ պատմություններ դրանք թվան։ Իրականում Լյուիսը այստեղ, հետևաբար նաև արդեն ֆիլմերում, երեխաներին պարզ եւ հասկանալի կերպով ներկայացնում է Աստվածաշունչը։ Եկեք սկսենք ամենապարզից։ Այստեղ մենք տեսնում ենք բարի եւ չարու պայքարը։ Իսկ օրինակ Ասլանը, առյուծը, ձեզ ինչ-որ մեկին չի հիշեցնում։ Օրինակ այն դրվագը, որ ինքը իրեն զոհաբերում է հանուն ուրիշի։ Այն փաստը, որ ինքը հարություն է առնում։ Կամ օրինակ այն, որ ով չէր հավատում Ասլանին, չէր տեսնում նրան։ Եվ այսպիսի շատ եւ շատ իրադարձություններ, որոնք որ ակնհայտ բխում են Աստվածաշնչից։ Լյուիսը եղել է շատ հավատացյալ ու ինքը անձամբ նշել է, որ այո, միտումնավոր այդ ամենը ինքը ներառել է իր գրքերում։ Իսկ եթե դուք չեք նայել ֆիլմերը, չեք կարդացել գրքերը, դե կարող եք գրքերը իրականում չկարդալ, սա մանկապատանեկան գրականություն է։ Կարող եք ձեր երեխաների համար կարդալ, տալ ձեր երեխաներին միանշանակ, բարեբախտաբար մենք ունենք հայերեն, կարծեմ մի քանի պատմությունը կա։ Եթե դուք չեք նայել ֆիլմը, նույնիսկ եթե դուք մեծ եք, այնքան մեծ բան եք կորցրել, իսկ դուք չմոռանաք հետևել իմեջին, որպեսզի տեսնեք ավելին։